Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք։ Զիգմունդ Ֆրեյդի հետևյալ խոսքերը միշտ են ակտուալ եւ մեզնից յուրաքանչյուրը անկախ նրանից, թե ինչպիսի հաջողություններ է արձանագրում իր կյանքում, միևնույն է մի ոտքով ցանկանում է մնալ մանկության մեջ, որովհետեւ այնտեղ առավել լուսավոր է, առավել գեղեցիկ, հետաքրքրաշարժ եւ միշտ կա հույս հաջորդ օրվա եւ նոր հետաքրքիր կյանքի։ Ես այսօր սիրով ներկայացնելու եմ ձեզ մարդկային գործոնում մի այնպիսի երիտասարդ սերնդի աստղաբույլի, որոնք որ յուրաքանչյուրը իրենց չնայած իրենց երիտասարդ տարիքին կարողացել են արդեն հասնել բավականին լուրջ հաջողությունների եւ իրենց ծնողների եւ իրենց ուսուցիչների եւ ամենակարևորը իրենց կամքի ու աշխատասիրության շնորհիվ իհարկե եւ արժանանալ սիրո, հիացմունքի ու ծափահարությունների ոչ միայն այստեղ Հայաստանի Հանրապետությունում, այլև մեր փոքրիկ երկրի, սրտաբաց երկրի սահմաններից դուրս այն կողմ։ Սիրով եւ նաեւ հիացմունքով ասում եմ բարի երեկո թե ձեզ, թե մեր հարգարժան հյուրերին եւ ներկայացնում մեր պատանիների ամենավառ ներկայացուցիչներից 6-ին։ Ամենախելացին ինտելեկտուալ հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի ցնցող հաղթանակով հաղթանակած մեր մասնակիցն է Արման Բայրամյանը։ Ամենախելացին երկրորդ եթերաշրջանի վերջին եզրափակիչ խաղի մասնակից Անի Մարգարյանը։ Սամվել Սարգսյանին վստահ եմ գիտեք նաև որպես լատինաամերիկյան պարերի հրաշալի ներկայացուցիչ, մասնավորապես լատինաամերիկյան պարերի Հայաստանի չեմպիոն եւ նաև ամենախելացին երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ խաղի մասնակից։ Բարի երեկո։ Բարի գալուս սիրելի ամենախելացիներ, թույլ տվեք ներկայացնել մեր մյուս խելացի ու հմայիչ հյուրերին։ Շախմատի աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյան։ Բարի գալուս Հայկ։ Մանկական Եվրատեսիլ 2015 թվականի մասնակից, երկրորդ մեդալակիր, թեև ես կարծում եմ, որ առաջին տեղը իսկապես լիարժեք կերպով պատկանում էր նրան, Միքայել Վարոսյան, նույն ինքը Միկա։ Մի գեղեցիկ հրաշք աղջնակ, որը ոչ միայն սերում է տաղանդաշատ ընտանիքից, այլև ինքնուրույն իր գործունեությունը ծավալում եւ բավականին հաջող կերպով։ Լիլիթ Թոխատյան, հաղորդավարուհի, դերասանուհի եւ գեղեցկուհի։ Բարի գալուստ եւ շնորհակալություն այսօր ձեր բազմազբաղ ժամանակից մեզ համար ժամանակ հատկացնելու եւ այստեղ լինելու համար։ Արման, թույլ տվեք եւս մեկ անգամ ձեզ շնորհավորել փայլուն հաղթանակի կապակցությամբ, թեև եւ որպես հանդիսատես հեռուստահաղորդավար ես տեսա ինչպիսի դաժան, ծանր ու առողջ մրցակցություն էր։ Կարող եք ասել ինչն էր ավելի բարդ նախորդ փուլերի եւ խաղերի համեմատ։ Շատ եմ աշխատել այս հաղթանակին հասնելու համար, ընդհանրապես 3 խաղերում էլ բարդություններ կային, հատկապես վախենում էի առաջին փուլից, որովհետև առաջին փուլի հարցերը բոլոր բնագավառներից էլ լինում են, սակայն կարողացա հաղթահարել բոլոր փուլերը եւ հասա այս մեծ հաջողությանը։ Արման, ամենասկզբում, երբ նախնական հարցաշարերին էիք մասնակցում եւ փորձում էիք հասկանալ, հա, ուզում եք լինել այս խաղում թե ոչ, այսպիսի ակնկալիք ունեիք։ Այո, որ կդառնա։ Այլապես չէի մասնակցի։ Ես ուզում եմ փաստել, որ Արման Բայրամյանը աշխատեց այս երկրորդ եթերաշրջանի հաղթող իբրև աշխատեց իր կյանքի առաջին միլիոնը։ Թող սա լինի առաջինը, բայց հաստատ ոչ վերջինը Արման։ Արդեն պատրաստել եք նպատակ կամ ինչ-որ ծրագիր, թե ինչպես պետք է օգտագործեք այդ գումարը։ Առայժմ ոչ։ Սակայն ավելի նպաստավոր է այն ուսման համար ծառայեցնել, թե այլ նպատակներ ունեք։ Հավանաբար ուսման, սակայն մի քանի տարի անց։ Այսինքն արդեն ավագ տարիքում, հա, ավելի բուհական կրթության համար։ Արման, որոշել եք արդեն մասնագիտությամբ ինչ եք դառնալու։ Դեռ չեմ կողմնորոշվել, սակայն հավանաբար ծրագրավորող կամ նման մի այլ մասնագիտություն կընտրեմ։ Ամեն դեպքում ամենախելացին միայն հարթակ է, որպեսզի մեր խելացի երեխաներն արտահայտվեն, այնչի ստեղծում, թեև գուցե զարգացնում է որոշ առումով։ Անի, ես իհարկե դեռ էլի կանդրադառնամ մեր խաղին, սակայն ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում սովորել, լավ սովորել եւ ունենալ գիտելիք։ Արդյոք դրանք փոխկապակցված են։
Ինձ թվում է, որ սովորելը եւ լավ գիտելիք ունենալը իրար հետ իսկապես շատ կապված են, քանի որ առանց սովորելու չի կարող լինել ամուր հենք, իսկ առանց ամուր հենքի չի կարող լինել լավ գիտելիք, եւ այդ պատճառով սովորելը ու նաեւ աշխատասիրությունը իմ կարծիքով շատ մեծ տեղ ունեն։ Անի, ընդունված է ասել, որ կանանց համար առաջին այցեքարտը իրենց գեղեցկությունն է։ Դուք ինչպես եք կարծում։ Ասում են նաև, որ ընդունում են խելքով, իսկ ընդունում են արտաքին տեսքով, իսկ ճանապարհում խելքով, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ բնորոշում չէ կանանց։ Ձեզ համար ո՞րն է գերադասելի։ Ինձ համար ավելի գերադասելի է մարդու բնավորությունը, մարդկային որակները, ինչ ոչ նաև խելքը առաջին հերթին։ Շնորհակալություն։ Սամվել, տղամարդիկ, տղաները առավել սիրում են գեղեցիկ, թե խելացի կանանց։ Մեր հարցաշարից դուրս հարցեր։ Բայց դուք ունեք 10 վայրկյան ժամանակ։ Կոնկրետ իմ կարծիքով կինը պետք է լինի համ գեղեցիկ, համ խելացի, որպեսզի տղամարդու ավելի օժանդակի կյանքի մյուս տարիներին։ Քանի որ միշտ էլ կինն է ուղեկցում տղամարդուն իր կյանքի ընթացքում։ Եվ օրինակները բազում են, չէ, երբ անխել կնոջ պատճառով խելացի ու հետաքրքիր տղամարդ հետ ուժել է եւ հակառակը, երբ ոչ այդքան փայլուն մտքի տեր տղամարդը դարձել է կարևոր մեկը, լավ կնոջ շնորհիվ։ Չէ՞ որ պատմության մեջ կանայք շատ մեծ դեր են որոշել, բոլոր պատերազմները համարյա տեղ են ունեցել կանանց պատճառով։ Եկեք վատը չհիշենք։ Եկեք չհիշենք, սակայն կանանց դերը շատ մեծ է պատմության եւ կյանքի ընթացքում։ Ես ցավում եմ, որ ժամանակները փոխվել են այնքան, որ կանանց համար էլ ոչ ոք չի պատերազմում։ Եվ այս տխուր փաստի պատճառով ես պահանջում եմ կարճատև դադար, որից հետո կվերադառնանք զրուցելու մեր մյուս տաղանդավոր պատանիների հետ։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր խոսում ենք այն սերնդի հետ, որը ոչ միայն մեր վաղվա օրն է կառուցելու, այլև կերտում է այսօրը մեր ներկան։ Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, անուններ, որոնք մտքի խաղում ամենակարևոր խաղերից մեկում, շախմատի ոլորտում Հայաստան աշխարհի անունը միշտ բարձր են պահել եւ իսկապես հպարտանում ես, որ կան այսպիսի մտածողներ քո երկրում, քո նույն ազգության ներկայացուցիչներ, ածագումով հայեր եւ կարևորը, որ շախմատը դարձավ ավելի տարածական, տարածվեց եւ ահա երիտասարդ սերունդը եւս մասնակիցն է այս խաղի։ Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 6-ը Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա քաղաքում կայացած աշխարհի 8-ից 18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 15-ամյա Հայկ Մարտիրոսյանը, որը այստեղ մեզ մոտ հյուր է, 11 միավորից վաստակելով 8.5 միավոր, բաժանելով 2-ից 4-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ բրոնզե մեդալի։ Իսկ այստեղ արժանանում է այս ծափահարությունների։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ Հայկ եւ շնորհակալ եմ գալու համար։ Մի հարց։ Ես եմ շնորհակալ։ Մի հարց, շախմատը ինքնին բարդ երևույթ է եւ միշտ յուրաքանչյուր շախմատիստի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրան մոտեցնում է այդ երևույթին, ով առաջացնում է այդ սիրո ծիլերը։ Դուք ինչպես եք սիրարվել այս խաղին։ Իմ պարագայում առաջին մարզիչը սենց հայրս է եղել, նրա խորհրդով եմ ես շախմատ պարապել եւ առաջին անգամ երբ որ ես շախմատ պարապեցի, շատ դուրս եկավ։ Եվ այդպես շարունակեցի պարապելը եւ մեծ հաջողություններ հասա։ Հայկ մոտավորապես քանի ժամ եք օրական պարապում։ Օրական 5-6 ժամ։ Առնվազն։ Այո։ Կարող ենք ասել, որ շախմատի մեջ հաջողություններ ունենալու համար նաեւ պետք է ունենալ գենետիկ նախատրամադրվածությունը։ Այո, որովհետեւ խաղի ընթացքում դու կարող ես խաղալ 6-7 ժամ, պետք է կամային հատկանիշներ ցուցադրես։ Եվ վերջում հակառակորդի համար մի փոքր դժվար է, որտեղ հոգնում են, եւ ով ավելի լավ է իրեն դրսևորում, լավ է ստացվում։ Կարծում եք, որ հայերը ավելի շատ են դիմանում, ենք ավելի դիմացկուն ենք, թե ավելի իմպուլսիվ ենք, շուտ խաղում, շուտ հոգնում։ Դա ինձ թվում է այդքան կապ չունի, բոլորն էլ նորմալ հանգիստ խաղում են։ Ազգությունը կապ չունի շախմատի հետ։ Հետաքրքիր է։ Հայկ, ունեք շախմատային ասպարեզում ձեր սիրելի հերոսին, որին ցանկանում եք նմանվել կամ գուցե հետևում եք։ Ես հին շախմատիստների շատ եմ սիրել Ալեքսանդր Այլուխինին, 4-րդ աշխարհի չեմպիոնն է նա, եւ շատ եմ սիրում նրա խաղաոճը եւ շատ եմ ուզում իրեն նմանվել։
Շնորհակալություն։ Հայկ, բացի նրանից, որ դուք պարապում եք, արդյոք բախտի գործոնը աշխատում է շախմատի հետ կապված խաղում։ Ինձ թվում է բոլոր սպորտներում բախտի գործոնը շատ է հանդիպում, նաև շախմատում։ Սա այն պատասխանն էր, որը ես անշուշտ ակնկալում էի, թույլ տվեք անցնել մեր հաջորդ հյուրին, Միկային, որին ես ներկայացրեցի իբրև երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մանկական Եվրատեսիլ 2015-ում, սակայն ուզում եմ նշել, որ այս դեպքում մի քիչ հայի բախտը իր գործն արեց, երբ Միկան բոլոր հնարավորությունները ունենալով չվերցրեց առաջին տեղը։ Միք, պատմեք խնդրում եմ ձեր ելույթի մասին, երգի ստեղծման առաջին հերթին։ Սկզբում հանրային հեռուստաընկերությունը ընտրեց ինձ, որպեսզի ես ներկայացնեմ Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Հետո արդեն սկսեցինք պատրաստել երգը։ Լիլիթ Նավասարդյանի եւ Ավետ Բարսեղյանի հետ միասին մենք կառուցեցինք, այսպես ասած, շատ հարմար ինձ համար երգ։ Իսկ ի՞նչն էր հարմարությունը։ Դիապազոնային թե շարժողական։ Համդա, որովհետև երգը շատ շարժողական է, եւ նաեւ այն, որ ես միշտ ուզեցել եմ, որպեսզի երգը ունենա պոզիտիվ իմաստ։ Պոզիտիվ միտք եւ դա ստացվեց մեր մոտ։ Այսինքն դուք հստակ մեսիջ եք ուղարկում աշխարհին։ Ո՞րն էր այդ մեսիջը։ Որպեսզի աշխարհում լինի ավելի շատ սեր եւ ուրախություն։ Ընկերուհի ունեք, Միկա։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Ուզում եմ հասկանալ, արդյոք կոնկրետ ուղղորդված էր երգը, թե ընդհանուր էր։ Միկա, հայաստանյան բեմերը, որքան էլ շատ խիստ են, շատ խստապահանջ եւ սպասում են շատ բան արտիստից, այնուամենայնիվ մասշտաբային առումով մեծ չեն։ Եվրատեսիլի բեմը ահռելի է, հանդիսասրահը որ հաստատ։ Ինչ տպավորություն էր, երբ առաջին անգամ փորձի համար բարձրացաք այդ բեմ։ Դե երբ որ մենք փորձում էինք, դահլիճում մարդ չկար։ Նստարանները զբաղեցրած չէին եւ դատարկ էր։ Այդքան էմոցիաներ չկային, բայց արդեն ելույթի օրը, Եվրատեսիլի օրը, երբ մենք դուրս եկանք բեմ, ուղղակի դահլիճը ավելի ահռելի էր թվում, որովհետև մարդիկ լցված էին եւ դա շատ լավ զգացողություն է երգչի համար։ Եվ լավ եւ մի տեսակ վախենալու, ձայնը չէր թողում։ Ճիշտ ասած ոչ։ Ճիշտ ասած ոչ։ Սա արդեն պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։ Մենք դեռ կանդրադառնանք ձեր թեմային էլ։ Ես ուզում եմ ներկայացնել իմ գոլեգային։ Ճիշտ է, նա փոքր է դեռևս տարիքով եւ հասակով էլ, սակայն արդեն բավականին ինքնուրույն է իր գործունեության մեջ։ Լիլիթ Թոխատյան, ինչպես ես ներկայացրեցի, դեռևս զբաղվում է հաղորդավարական գործունեությամբ։ Լիլիթ, ինչու հենց հեռուստատեսությունը, այլ ոչ թատրոնը։ Դե թատրոնում էլ արդեն ավելի մեծ ժամանակ ինձ թվում է, որովհետև հիմա դեռ ավելի շատ գնում եմ ֆիլմերում, հաղորդումներում նկարվում։ Դե երբ որ մեծանամ, հուսով եմ, որ թատրոնում էլ կլինեմ։ Լիլիթ, իսկ սա այն ասպարեզն է, որը դուք եք ընտրել, թե ուղղակի այդպես ստացվեց, որովհետև ծնողներն էլ կապ ունեն։ Չէ, ես էլ եմ ընտրել եւ երբ որ առաջին առաջարկը արեցին ֆիլմում իմ փոքրիկ փեսացում, ես սենց մի տեսակ վախենում էի, որովհետեւ սա իմ առաջին ֆիլմն էր եղել դա։ Եվ չգիտեի ինչ անեի, առաջինը ուրախացա, հետո մտածեցի, բա որ ճիշտ չանեմ, հետո ասացի ամեն ինչը լավ կլինի։ Լավ, վերադառնանք հաղորդավարական ասպարեզ, այս տարին ինչով նշանավորվեց ձեզ համար։ Այս տարին հաղորդման մեջ նկարվեցի։ Հայաստանը մենք ենք։ Եվ լավն է ձեզ դուր գալիս է այդ հաղորդման մեջ աշխատելը։ Շատ, որովհետև իմ ընկերոջ հետ եմ, Արեգի հետ Գալոյան, եւ շատ պոզիտիվ էին անցնում նկարանները, շատ հետաքրքիր ծիծաղալով ճանապարհ են գնում եւ ինձ դուր եկավ։ Լիլիթ, երբ մենք Հայկի հետ մինչև եթերի սկսելը խոսում էինք, թե քանի ժամ է նա պարապում, քանի ժամ է տրամադրում, ես գիտեմ, որ մեր ամենախելացիներն են, հստակ ժամեր ունեն, որ տրամադրում են գիտելիքի զարգացմանը, ես փաստեցի, որ հաղորդավարները 24 ժամ են աշխատում, իհարկե հումոր էլ կա սրա մեջ, եւ դուք ասացիք, այո, ես քեզ հասկանում եմ։ Այսինքն աշխատանքը չի դադարում։ Աշխատանքը, բայց շատ երկար էր տևում, բայց շատ ծիծաղալով ամեն ինչ անում ենք։ Այսինքն չէիք հոգնում, չէիք հուսահատվում, տխրում։ Չէ, ոչ մի անգամ չենք օրինակ հոգնում։ Իսկ ինչ նոր բաներ ձեզ համար հայտնաբերեցիք, ինչ սովորեցիք։
որ գնացել էինք մարզեր, այնտեղ երեխաները, ես սենց իրանք այնենց բաներ եմ պատմում, որ ես ինքս չգիտեի։ Օրինակ, շատ բաներ իմացանք Պարիս Սևակի մասին, գնացինք տուն թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, տեսանք, թե ինչպես է նա սովորում, ամեն ինչ տեսանք նրա մասին։ Իսկ ձեր սիրած պոետը ով է, բանաստեղծը։ Ես չունեմ սիրած, ես բոլորին սիրում եմ, որովհետև բոլորը ինչ-որ միտք են ասում, որ ինձ դուր է գալիս։ Պոզիտիվ սերունդ է, բան չունեմ ասելու։ Հետաքրքիր է լսել ձեր գրական նախընտրությունը, Սամվել։ Ես սիրում եմ Եղիշե Չարենցին, քանի որ Եղիշե Չարենցի մտքերը շատ խոր իմաստ են, և նա մեծ ականավոր գործիչն է եղել մեր ոչ միայն գրականության մեջ, այլև հայ քաղաքականության մեջ և ամբողջ Հայաստանում։ Ինչպես գիտենք, Եղիշե Չարենցը բանաստեղծություններից «Ես իմ անուշ Հայաստանը» ամենահայտնի բանաստեղծություններից է և յուրաքանչյուր հայ պետք է իմանա այդ բանաստեղծությունը և դա իմ սիրած բանաստեղծություններից է։ Ես Չարենցի Էմալե պրոֆիլը շարքն եմ սիրում և Կապույտը։ Կապույտի շարքը։ Չնայած ոսկին էլ է շատ գեղեցիկ, արևի մեջ, կապույտի մեջ արևի ոսկին, շատ գեղեցիկ է պատկերը բերում։ Անի։ Թումանյան, Տերյան և Սևակ, երևի սա իմ ամենասիրած եռյակն է հայ պոեզիայում և ավելի շատ տարված եմ սիմվոլիզմով, հատկապես Տերյանի սիմվոլիզմով, չգիտեմ, երևի նաև տարիքից է, բայց հավատացիք մեծանալով առավել ես գնահատում և այդ սիմվոլիզմը և նրա գրական արժեքը կերտած։ Անի, մենք կարճատև դադարից հետո հուսով եմ կվայելենք ձեր ասմունքից մի դրվագ։ Արման։ Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե և իհարկե Ռափայել Պատկանյան։ Հիշում եք քաոսը ինչպես էր սկսվում։ Մարկոս աղա Ալիմյանը ծանոթ հիվանդ էր։ Վերջ, սկսում էր ամենաբարձր կետից, միանգամից քեզ տանելով կուլմինացիայի բարձրակետ։ Այս երեխաների հետ երբեմն վախենալու է որևէ հարց քննարկել, որովհետև միշտ նրանք կարող են քեզ նորություն ասել և հետաքրքիր ձևով զարմացնել։ Կարճատև դադարից հետո կվայելենք Անիի ասմունքը։ Մարդկային գործոնն է եթերում և ես հիշեցնում եմ, որ մեր հյուրերից Միկան կարողացավ 2015 թվականի Եվրատեսիլում դառնալ հաղթող, ինձ համար մնում է այդպես, ես այդ երկրորդ հատվածը չեմ կարողանում ընկալել, որ երկրորդ տեղն է զբաղեցրել, Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր է, Արման Բայրամյանը ամենախելացին հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի խաղի, ամբողջ խաղի հաղթողն է, ծափարենք ևս մեկ անգամ, Անին, Սամվելը եզրափակիչ խաղի մասնակիցներն են, Լիլիթ Թոխատյանը հաղորդավարուհի, գեղեցկուհի և իհարկե ես ձեր խոնարհ ծառան և այս պահին Անի սիրով լսում ենք ձեր բանաստեղծությունը։ Կուզեմ ներկայացնել Վահան Տերյանի անտիպ բանաստեղծություններից մեկը, այն կոչվում է Աղոթք։ Սիրո քարոզիչ, այսօր ես նորից քեզ եմ որոնում անզուսպ կարոտով, հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախից, ամոքիր սիրտս քո անհուն սիրով, ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող, տանջանքի ահեղ շղթայի ներքո, որպես լուսազարդ երկինք ոսկեշող, որպես գուրգուրող հիասքանչ արև, հույսերս կրկին հեռացան ինձնից, կյանքի թախիծն է պատել ինձ այսօր, ես քեզ եմ կանչում այս մութ աշխարից, ես քեզ եմ բերում հույսերս բոլոր, օ, հայտնվիր նորից, խաղաղ ու սիրող, ամոքիր սիրտս քո անհուն սիրով։ Բրավո, մեր գեղեցկուհուն, ես կուզեի, որպեսզի գարնանային շունչը լիներ, բացվել է նորից իմ այգին սրտում, իմ գարուն է արդեն սիրում եմ այնպես, ցնծագին սիրում եմ բայցում, չգիտեմ, դողում է սիրտս նոր բաց մի հուրվարդի պես, շրջում եմ սիրուց արփած, շրջում ու երգում եմ ես։ Ինձ թվում է Սամվելը սա շատ լավ կասեր։ Սամվել, առաջարկում եմ խոսել արդեն ձեր պարային գործունեությունից, որովհետև ամենախելացին հեռուստախաղի երկու եթերաշրջաններին էլ դուք մասնակցեցիք, քիչ թե շատ խոսեցինք, սակայն աշխարհի առաջնությանը օրեր առաջ մասնակցեցիք, ներկայացրեք ինչպիսի պայմաններ էին, ինչ սպասումներ էին և ինչպես արդարացան։ Նշեմ, որ մրցույթը տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում,
Շատ գեղեցիկ քաղաք է, ասեք։ Շատ, քանի որ յուրաքանչյուր քաղաք, որտեղ կա կամուրջ եւ գետ, դա յուրահատուկ գեղեցկություն ունի։ Ես առիթ եմ ունեցել նաեւ լինել Սանկտ Պետերբուրգում, որը նույնպես նման է շատ ռիկային իր անտիկ ոճով եւ շատ գեղեցիկ քաղաք էր։ Վերադառնանք մրցույթին, մրցույթում մասնակցում էին աշխարհի բոլոր անկյուններից եկած զույգեր, որոնց հետ մեծ պատիվ էր բարելը։ Եվ ես այդ իրավունքի ստացել էի այս տարի մայիսին կայացած մրցույթում, ճանաչվելով Հայաստանի լատինամերիկյան պարերի իմ կարգում չեմպիոն եւ իմ զույգի հետ, Սոֆի Հարությունյանի հետ մասնակցեցի առաջին աշխարհի առաջնությանը։ Սամվել, մեզ բոլորը ու անընդմեջ ասում են, որ հայերը ինդիվիդուալիստ են եւ երբ անհատական խաղերին կամ մրցություններին է վերաբերում խոսքը, նրանք հաջողում են։ Սակայն արդեն զույգով կամ խմբակային խաղերում խնդիր է առաջանում։ Զույգի հետ լեզու գտնում եք։ Իհարկե, քանի որ օրվա կեսը կամ ժամանակի կեսը անցկացնում եմ նրա հետ եւ ոնց որ կյանքի կես լինի։ Բարի։ Սամվել, ինչպիսի հաջողություններ գրանցեցիք այս մասնակցությամբ, ինչ տվեց այն ձեզ։ Ոչ միայն բարելով, այլ նաև նայելով մյուսներին մեծ փորձ է ձեռք բերում եւ ինչպես ասում են, ուրիշների սխալների վրա է սովորում, բայց նրանք սխալներ չեն գործում, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են եւ եւս մեկ անգամ նրանց նայելով մեծ փորձ է ձեռք բերում, որպեսզի գործունեությունը ավելի հաջող ցավալես։ Իհարկե հստակությունը շատ լավ է մասնագիտության կայացման գործում, բայց չմոռանանք, որ կատարյալ ոչինչ չկա աշխարհում եւ մարդը ձգտում է կատարելության։ Արման, երբ գալիս էիք խաղին մասնակցելու, կար հաջողակ որևէ իր, որը պարտադիր պետք է ձեզ հետ վերցնեիք։ Կամ մեր մասնակիցներից ոմանք անընդհատ խաչակնկվում էին։ Ոչ, ես թալիսմաններ չունեմ։ Այսինքն չեք հավատում, թե ուղղակի վստահություն ունեք ներքին։ Չգիտեմ, սովոր չեմ նման իրեդ պահել ինձ մոտ։ Ես վստահ եմ իմ ուղեղի վրա։ Շնորհակալություն։ Արման, ով է եղել այն մարդը, ով ձեզ կյանքում ուղղորդել է դեպի գիտելիքի աշխարհ։ Առաջին հերթին իմ ծնողները, բարեկամները, ինչպես նաև ուսուցիչները։ Որ ուսուցիչն է, որ ամենահարազատն է։ Ինձ համար բոլոր ուսուցիչներն էլ հարազատ են։ Ահա թե դիվանագիտությունը ինչպես է լինում, իսկ դուք ասում եք ազգային ժողով։ Ինչի մասին է խոսքը։ Երեխաները հիմիկվանից գիտեն ինչպես ճիշտ պատասխանել։ Անի, այսօր Հայաստանում մի քանի խմբի են բաժանվել, հա, երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Ոմանք համացանցն են առավել կարևորում, ոմանք մնացել են 5 գրքերի աշխարհում եւ կարևորում են հենց դա, լավ առումով են, հա, մնացել։ Ձեզ համար ի՞նչն է կարևոր գիտելիքը ստանալու հարցում։ Ինձ թվում է երկուսն էլ իրենց ուրույն տեղն ունեն, սակայն ինձ թվում է գիրք կարդալը այլ վայելք է եւ գրքի հոտը զգալը ուրիշ զգացողություն է, որը իհարկե համացանցից ստանալ անհնար է։ Չնայած որ համացանցն էլ այսօր տալիս է բազմաթիվ հնարավորություններ, միգուցե գիրքը չի հաջողվում գտնել, չի հաջողվում բավականաչափ նյութեր գտնել տպված վիճակում եւ համացանց այդ դեպքում փրկություն է իսկապես։ Իսկապես ինձ համար էլ է դարձել փրկություն, բայց վիզուալ հիշողության հետ կապված տարբերություն չեք զգում գրքով եւ համացանցով։ Արման։ Կա, իհարկե տարբերություն կա։ Համացանցով շատ դժվար է գիրք կարդալը, հետո իրոք ինչպես Անին ասաց, գրքեր կարդալը մի այլ հաճույք է։ Իսկ համացանցը ուղղակի օգտագործում ենք ինչ-որ տեղեկություն արագ ստանալու համար, բայց դա էլ իր օգուտն ունի։ Որոնք ցավոք միշտ չէ որ ճշտված են, չէ՞, Սամվել։ Համակարգչով օգտվելուց նաև վնասում ենք մեր աչքերը, իսկ քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կվնասեն, իսկ գիրքը դա գիտելիքների մեծ պաշար է պարունակում եւ անվնաս է եւ օգտակար են նախ մեր աչքերին, ամեն մեր ուղեղին։ Հայկ, մեր մասնակիցներից մեկը Դավիթը, որը շատ սիրում էր խաղալ շախմատ եւ խաղում է, փաստորեն, մի առիթով ասաց, որ շտապողականությունը նրան խանգարեց եւ ամենախելացին խաղում եւ փաստորեն շախմատում։ Ինչն է կարևոր, ինչպիսի հատկություններ են կարևոր շախմատիստի համար, որպեսզի նա կարողանա համընթաց առաջ ընթանալ։ Ինձ թվում է շախմատում եւ կյանքում ամեն քայլ անելուց առաջ պետք է շատ մտածես եւ առավել դեպս կարևոր քայլեր կատարելու համար շախմատում մոտ
Ամեն քայլի վրա կարելի է մտածել 5 րոպե ժամանակ, որպեսզի կողմնորոշվես ճիշտ քայլ կատարես։ Շտապողականությունը խանգարում է էլի շախմատում առաջ գնալու համար։ Բայց կյանքում լինում են, չէ՞, դեպքեր, երբ ունես ընդհանրապես մի վայրկյան, որպեսզի հստակ որոշում կայացնես։ Լինում են այդպիսի դեպքեր, բայց մինչ այդ արդեն հաշվարկած ես լինում է։ Ահա։ Մեր հայ շախմատիստներից ոմանք, անունները չեմ նշում, ունեն հաջողակ գրիչ կամ հաջողակ թաշկինակ, որոնք միշտ վերցնում են իրենց հետ եւ կարեւորում են նրանցից ոմանք կարեւորում են առավոտյան կոնկրետ ոտքից վեր կենալը։ Ձեզ համար կան նման ինչ-որ սիմվոլներ։ Ես նաև բացի շախմատը ֆիզիկապես եմ զբաղվում, պարապում եմ, որ խաղի ընթացքում կարողանամ 6-7 ժամ նստել։ Այո, չլարվել էլի։ Դաժան է այդքան նստելը։ Իսկ կարող եք հոգեբանությունից ձեր դիմացինի հասկանալ, որ նա ենթադրենք խնդիր ունի եւ չի կարողանում լուծել։ Դե շախմատիստը պետք է շատ հավաքված լինի, որովհետեւ մրցակիցներ կան այլ երկրներից, որ քայլ անելուց նրանք տեսնում են, որ սխալ քայլ են արել եւ դեմքում գլուխն են շարժում մի փոքր, հասկանալով, որ արդեն սխալ քայլ են արել եւ այդպես ես նաեւ նրանց այդ քայլից հասկանում եմ, որ սխալվել են էլի։ Դրա համար պետք է շատ հավասարակշռված լինես, որպեսզի հակառակորդի քայլերը հասկանաս։ Շնորհակալություն Հայկ, այսինքն հոգեբանության իմացությունը առաջնային գծերից է։ Այո։ Անհրաժեշտ։ Պարզ է։ Միք, վերադառնանք գրքերին, Լիլիթի հետ երկուսիդ էլ նույն հարցն եմ ուղղում։ Ինչ գրականություն եք սիրում կամ արդյոք ժամանակ լինում է, որպեսզի կարդաք։ Ճիշտն ասած, ժամանակը քիչ է լինում, բայց իհարկե ժամանակ կարելի է գտնել։ Ես սիրում եմ Հովհաննես Շիրազ եւ Գուրգեն Մահարի, ավելի շատ։ Հետաքրքիր է։ Եվ նաեւ սիրում եմ Գուրգեն Մահարու հենց բնավորությունը, որովհետեւ նա միշտ կյանքին նայել է կատակով եւ միշտ շարժվել է առաջ։ Հետաքրքիր մոտեցում էր։ Մենք հետո կխոսենք այս թեմայով։ Լիլիթ, դու ինչ ես, կամ սիրում ես կարդալ։ Այո, շատ։ Իսկ ինչ։ Ինչ։ Հեքիաթներ կարդում եք։ Հեքիաթներ, այո։ Որ ժողովուրդների։ Տարբեր։ Բոլոր հեքիաթները կարդում եմ եւ ժամանակ ունենում եմ կարդալ։ Եթե հանկարծ ընկերուհիներս կանչում եմ, ասում եմ մի րոպե, գիրքս պետք է կարդամ, հետո նար։ Լիլիթ, իսկ ինչ ես որոշել կյանքում ստեղծել։ Կան չէ տարբեր բաներ, որ մարդ ուզում է ստեղծել։ Դեռ չեմ մտածել, բայց հուսով եմ, բայց մի քիչ էլ մեծանամ, հաստատ կմտածեմ այդ ինչի մասին։ Միք, հեռահար նպատակներն ինչպիսին են։ Ինչ ենք անելու 2016 թվականին։ Կան շատ պլաններ, որովհետեւ կարող է լինել նոր երգ, տեսահոլովակ։ Դե իհարկե։ Եվ նաև ունեմ շատ հրավերներ, նաև ֆիլմերում նկարահանվելու համար, դա էլ կարող է լինել։ Հայաստանում։ Այո, բայց այս պահին զբաղվում եմ իհարկե ուսմամբ, որովհետև Եվրատեսիլի ժամանակ շատ եմ բաց թողել դասերը եւ հիմա արդեն լրացնում եմ իմ գիտելիքները։ Միկա, ուսուցիչները զիջում էին ձեզ հաշվի առնելով ձեր Իհարկե։ բեմական։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, որովհետև նրանք միշտ իմ կողքին են եւ միշտ օգնում են ինձ եւ ներողամիտ են վերաբերվում իմ բացակայություններին։ Հարգելի հեռուստադիտողներ, կարճատև դադարից հետո կշարունակենք շփվել մեր տաղանդավոր եւ խելացի երիտասարդների հետ։ Այս ապահարությունները չեն հնչում պարզապես, այլ նպատակաուղղված եւ սա այն շնորհակալությունն է եւ հիացմունքի արտահայտումը, որը որ բնորոշում է մեր այստեղ գտնվող հյուրերին եւ նրանց հաջողությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այստեղ ոչ միայն տաղանդավոր ու գեղեցիկ, այլև շատ խելացի պատանիներ են։ Արման, սկսենք ամփոփել եւ հասկանալ 2016 թվականի ձեր անելիքները եւ ամառային դպրոցից ինչ սպասելիքներ ունեք։ Հուսամ շատ հետաքրքիր կանցնի ամառը ինձ համար, քանի որ արտասահմանում դեռ երբեք չեմ եղել։ Հետաքրքիր կլինի 2 շաբաթ անցկացնել ընտանիքից հեռու, հայրենիքից հեռու։ Ընդհանրապես 2016 թվականին շատ պլաններ ունեմ։ Նախ իհարկե մասնակցություն դպրոցական օլիմպիադաներին, իսկ տարվա երկրորդ կեսում արդեն պետք է պատրաստվել ընդունելության քննություններին, քանի որ
հաջորդ տարի 12-րդ դասարանում կլինեմ արդեն։ Ինչ արագ է անցնում ժամանակը։ Եվ հետագայում դուք արդեն կմասնակցեք մյուս տարիքային խմբի հետ։ Եվ այդպես շարունակ։ Անի, դուք ինչ նախագծեր ունեք։ Դեռևս քանի որ չեմ կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Ինչու։ Ասացեք առաջին 3-ը, որը ուզում եք ընտրել։ Չգիտեմ։ Սկզբից մտածում էի, որ ես լիովին հումանիտար մարդ եմ, հետո սկսեցի սովորել ֆիզիկա, մաթեմատիկական հոսքում։ Եւ հասկացաք, որ ձեզ առավել հետաքրքիր է այդտեղ։ Այո, եւ այժմ ինձ համար շատ դժվար է կողմնորոշվել, այդ իսկ պատճառով կաշխատեմ 2016 թվականին ուղղակի շարունակել սովորել եւ ընթացքում միգուցե կարողանամ որոշում կայացնել։ Վստահ եմ, որ այդպես կլինի։ Սամվել, եւ պարային ասպարեզում եւ նաեւ կրթական ոլորտում։ Ես նույնպես շատ պլաններ ունեմ ուսման ասպարեզում, զբաղվել եմ նաեւ իմ ավարտական քննություններով եւ բարի ասպարեզում նշեմ նաեւ, որ մայիսին եւ հուլիսին ունեմ մրցույթներ Վրաստանում կայանալիք, որոնք նույնպես աշխարհի բաց մրցույթներ են։ Իսկ ձեր կատեգորիայում վրացիները ունեն լավ ներկայացուցիչ։ Իհարկե, բայց ոչ միայն վրացիները, նաև ամբողջ աշխարհից գալիս են մարդիկ եւ մեզ պատիվ է նրանց հետ ապրելը։ Սամվել, ընկերուհի ունեք։ Ոչ։ Մի տեսակ փախցրեց հայացքը, ես դա նկատեցի։ Ես ինչու եմ հարցնում, որովհետև ես վստահ եմ, որ խաղերից հետո դուք բոլորդ ձեռք եք բերում շատ երկրպագուներ, երկրպագուհիններ եւ ուղղակի սրտացավ մարդկանց եք գրավում, որովհետև նրանք հիանում են ձեզնով։ Փոփոխություն նկատում եք միջավայրի մեջ խաղերից հետո։ Որոշ մարդիկ սկսել են ճանաչել եւ ասում են՝ դու ամենախելացից ես, ասում եմ՝ այո։ Եվ մենք քեզ բալետ էինք անում, քեզ տեսել ենք, դա մեծ հաճույք է, քանի որ երբեք ինձ չէին նկատել օտար մարդիկ, իսկ հիմա խանութներում, տրանսպորտի մեջ նկատում են։ Սամվել, հնարավոր է, որ մի ընթացք որոշեք գալ հեռուստատեսություն եւ սկսեք աշխատել որպես հաղորդավար։ Ինձ միշտ գրավել է հեռուստատեսությունը եւ միշտ կցանկանամ ներգրավել դրա մեջ։ Հայկ 2016-ը խաղերը, նոր մրցումները։ Առաջիկայում շատ մրցաշարեր կան, բայց հունվարի 8-ից հունվարի 15-ը մասնակցելու եմ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին, շրջանային կարգով, որտեղից 10 մասնակիցներ են եղել լինելու, 5-ը օտար երկրից եւ 5-ը հայ շախմատիստներ են լինելու, կփորձեմ այնտեղ շատ լավ հանդես գալ։ Եվ արդեն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին պետք է մասնակցեմ։ Ես վստահ եմ, որ դուք շատ լավ հանդես կգաք, սակայն այս թեմայից դուրս մի հարց։ Դե ամանորը գալիս է իր հետ բերում է շատ հրաշքներ։ Կա մի բան, որի կարիքը դուք ունեք հրաշքի պես։ Այո, ես փոքրուց միշտ երազել եմ աշխարհի չեմպիոն դառնալ։ Ինձ մեկ քայլ պակասեց, որ ես դառնայի աշխարհի չեմպիոն, սակայն մյուս տարի արդեն կփորձեմ ավելի լավ հանդես գալ։ Ես կարծում եմ, որ մենք ծափարություններով այդ մեկ քայլը այսօր կապահովենք Հայկի համար։ Հայկ, իսկ երբ արդեն շատ եք հոգնում եւ միտքը ծանրանում է անընդհատ պարապելուց, ունեք հոբբի կամ որևէ այլ զբաղմունք, որով կարողանում եք լցնել ձեր առօրյան։ Այո, շատ եմ սիրում շախմատային եւ գրքել կարդալ։ Ցվեյգի շախմատային նովելը կարդացել եք։ Ստեֆան Ցվեյգի շախմատային նովելը կարդացել եք։ Ոչ, չեմ կարդացել, բայց աշխարհի չեմպիոնների կյանքը կարդացել եմ, նրանք ինչպես են շախմատին մոտեցել եւ շատ հետաքրքիր է։ Եվ նշեցի, որ 4-րդ աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Այլոխինին շատ եմ փորձում նմանվել նրա խաղաոճով եւ շախմատի մոտենալով։ Շնորհակալություն Հայկ, ես հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ ձեզ կցանկանան նմանվել, ավելի ճիշտ վստահ եմ, որ կգա այդ ժամանակը։ Շնորհակալություն։ Միքայել, ինչ երազանքներ ունեք 2016-ի հետ կապված։ Ձմեր պապիկա, նա մեզ լսում է եւ ըստ էության կատարում։ Դա ճիշտ ասած երազանքները շատ են։ Առաջին 5-ը ասացեք։ Դե իմ գլխավոր երազանքներից էր մասնակցել մանկական Եվրատեսիլին։ Դե դա եղավ։ Ինչը արդեն կատարվեց։ Եվ հիմա ունեմ շատ երազանքներ, բայց դրանք արդեն հետո դուք կիմանաք, որովհետև դա նաև կապված են պլանների հետ։ Հա, չեք ուզում բացել փակագծերը, քանի դեռ չգիտեն, մարդը սիրում է գործել, ոչ թե խոսել։ Լավ, Լիլիթ, երազանքներ։ Երազանքներ Ձմեր պապիկից ինչ խնդրենք։
չգիտեմ, երազանքները, որ ֆիլմ նկարվեմ, որ արդեն եղել է, ինձ առաջարկ են արել։ Եվ մնացած երազանքները, որ այլ երազանք չունեմ։ Ես ուզում եմ, որ շատ ընկերներ ունենամ, շատ ավելիա ունենամ։ Եվ Լիլիթ, մի հարց տամ, էլի։ Տանը 3 դերասան, շատ չի։ Որ ճիշտ ասեմ, չէ։ Եթե 4 լինեին, արդեն շատ կլիներ։ 3-ով ավելի լավ է, որ իր հետ քննարկում ենք, թե ինչ ենք արել այսօր օրինակ, ինչ ֆիլմեր մենք նկարվել, որն է ճիշտ դերասանը։ Որն է ճիշտ դերասանը։ Որն է ճիշտ դերասանը։ Այդ մեկը հələ չենք քննարկել, բայց այդ եմ երազում քննարկեմ։ Լիլ, իսկ եւս մեկ հարց։ Դու Լուիզային ավելի սիրում ես բեմում, թե տանը քո կողքին։ Երկու տանը սիրում եմ։ Բեմում նույն Լուիզան է մնում, տանը նույն մաման է մնում։ Այս սերնդից շատ բան կա սովորելու։ Ծափարենք մեր ավակ սերնդից առավել խելացի սերնդին եւ արդեն ամփոփելով այսօրվա եթերը ես ուզում եմ հիշեցնել հարգելի հեռուստադիտողներ, մարդկային գործոնն այսօր անդրադառնում էր մի երևույթի, մի տեսակի, մարդուն։ Մարդը, երիտասարդ սերնդի մարդը այսօր կերտում է մեր ներկան եւ վաղը վստահ եմ, որ առավել հետաքրքիր ապագայի հիմքը կդնի եւ այդ հույսով շատերս ապրում ենք ու շարունակում ենք շատ բաներ անել։ Երգի, պարի, շախմատի, սպորտի, գիտելիքի ասպարեզում միշտ հայկական անունը հայի ազգանունը եւ հայի տեսակը եղել է եւ պահել է ամենաբարձր դիրքերը։ Սակայն ուրախալի այն, որ նոր սերունդը ավելի հավակնոտ է եւ իր ամբիցիաները բավարարելու համար առավել աշխատասեր է ու պատրաստ է ամեն ինչ անելու, որպեսզի հասնի իր նպատակին։ Ես ես բոլորիդ մաղթում եմ միլիոնավոր ծափահարություններ, բարձր ֆինանսական մեծ հասույթներ, որպեսզի դուք կարողանաք ձեր կյանքը դասավորել այնպես, ինչպես հարկ եք համարում, եւ ամենակարևորը գիտելիքի անսպառ շտեմարան, որով որ կարող եք բացել ցանկացած դուռ։ Հաջողություն եւ նոր հետաքրքիր հաղթանակներով կհանդիպենք 2016-ին արդեն։